Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Եկեղեցու հայցն ընդդեմ ներքին գործերի նախարարության ոստիկանության, ինչ որոշում է կայացրել դատարանը։ Քրեական գործ, ընտրություն և ընդդիմության գործակցություն, երկրորդ նախագահի հարցազրույցի առանցքային կետերը։ 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, ինչ է հայտնել քննչական կոմիտեն։ Թուրքիան և Ադրբեջանը ամրապնդում են ռազմական գործակցությունը, ինչ են հայտարարել կողմերը։ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանի Այց առաքելական Սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ներքին գործերի նախարարության ոստիկանության։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույց հռչակված Արամայիս Թախմազյանի եկեղեցու Սուրբ Խորան ավանդատուն և ատյան մտնելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի։ Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը, պահանջելով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։ Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները, նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։ Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը։ Վարչական դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։ Առանց դեպքի վայր այցելելու և օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել ներխուժում կա, թե չկա։ Եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն։ Ձերբակալվել է ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, քննչական կոմիտեի տվյալով նա տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով հրապարակային հայտարարություններով ատելություն, թշնամանք և անհանդուրժողականություն է հրահրել, ինչի վերաբերյալ առկա է նաև փորձագիտական եզրակացություն։ Նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, իսկ դատարան է ներկայացվել նրա նկատմամբ վարչական հսկողություն կիրառելու միջնորդություն։ Հակոբյանի դուստրը ձերբակալությունից տեսանյութ է հրապարակել։ Բարի լույս, այս առավոտ մեր տուն եկել էինք քրեական վարչությունից ու հորս տարան Երևանի քրեական վարչություն։ Դե ինչ, Summer Edition 2026-ը հայտարարում ենք բաց, բայց մեկ ամեն ինչ լավ է լինելու։ Ընդդիմադիր 6 ուժ պահանջում է անվավեր ճանաչել ազգային ժողովի ընտրության արդյունքները, պնդելով, որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել խախտումներ, որոնք ազդել են վերջնական արդյունքի վրա։ Դիմումները սահմանադրական դատարան են ներկայացրել Ուժեղ Հայաստանը, Հայաստան Դաշինքը, Բարգավաճ Հայաստան, ԴՕԿ, Միասնության թևեր և Նոր ուժ կուսակցությունները։ Իշխանությունը սակայն հակադարձում է, ընտրությունը եղել է ազատ, թափանցիկ և լեգիտիմ, իսկ ընտրակաշառքի և ընտրողների ուղղորդման հիմնական մեղադրանքներն ուղղում է հենց ընդդիմությանը։ Մենք գտնում ենք իսկապես, որ այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր։ Արդյունքների տեսանկյունից ելակետը վկայակոչում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը։ Սահմանադրական դատարանը, հանդես գալով որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող միակ մարմինը, ընտրական վեճերը լուծող բացառիկ մարմին, կարող է կայացնել թվով 3 որոշումներից մեկը։ Այն է, եթե անվավեր է ճանաչում ԿԸՀ որոշումը, անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նշանակել երկրորդ փուլ կամ մանդատների պաշտպան կարգ սահմանել։ Մենք հատկապես ընդգծում ենք երկու տարբերակը՝ կամ երկրորդ փուլ նշանակելը, կամ ընտրության արդյունքները անվավեր ճանաչելը։ Հիմնավորումները եւ հիմքերը, որ պատկերացնեք, արդեն վկայակոչեցի 84 էջի մասին է խոսքը, այսինքն առավել քան ծավալուն է։ Դրանք ի դեպ բանավոր կարգով են քննվելու սահմանադրական դատարանում։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ ընդգծել է, որ վերհանվել է նաև ստորագրությունների և ընտրողների վերջնական թվի անհամապատասխանություն։ Ըստ նրա, խոսքը մոտ 340 տեղամասում 27,000 ընտրողի մասին է։ Անհասկանալի է, թե ինչպես է ստացվել, որ ընտրողների թվից էական պակաս ստորագրություններ են մատյաններում։ Մենք ներկայացրել ենք այս ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջ, թե սահմանադրական դատարանը ինչ եղանակով կլուծի այդ հարցը, արդեն նաև կախված կլինի մյուս դիմումների համատեղ քննարկումից։
Փաստաբան Արամ Օրբելյանը եւս ընդգծել է, որ խախտումները եղել են բազմաթիվ, վարչական ռեսուրսի օգտագործումը եղել է հսկայական, միջազգային միջամտությունն անվանական եղել է հենց ՔՊ-ի օգտին։ Որպես այլընտրանք առաջարկել են առնվազն մանդատների բաշխման այլ կարգ, որով Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կանցնի ազգային ժողով։ Եթե սահմանադրական դատարանը գա եզրահանգման, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու չէր անվավեր ճանաչել այն երկու տեղամասերում արդյունքները, ապա բայց այն մնացած արգումենտների հետ չհամաձայնվի, որոնք իմ կարծիքով պակաս ուժեղ չեն, պակաս միանշանակ չի այդ ազդեցությունը, ապա պետք է գա եզրահանգման, որ իրականում ձայների այլ բաշխում է լինելու եւ արկա այս վերջին որոշման բաշխման փոխարեն պետք է այլ թվեր լինեն, ըստ էության Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կստանա, եթե չեմ սխալվում, հաշվել է 5 կամ 4 մանդատ, այսինքն անցողիկ չեմով 5 մանդատեր ոնց որ անցնում, ԿՊ-ին էր պակասում եւ օպոզիցիոն ուժերից էլի մեկը մի մանդատ կորցնում է։ Ուժեղ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանն էլ հայց է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ, պահանջելով անվավեր ճանաչել այն որոշումները, որոնցով ԿԸՀ-ն համաձայնություն էր տվել իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունից զրկել։ Դատարանն արդեն պահանջել է ԿԸՀ նիստի նյութերն ու ձայնագրությունները, իսկ գործի քննությունը նշանակվել է հունիսի 22-ին։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մի քանի լրատվականների ներկայացուցիչների հետ հարցազրույցում խոսել է հետընտրական շրջանի իր վերաբերյալ քրեական գործի, երկրից դուրս գալու արգելքի մասին։ Երկրորդ նախագահի խոսքով չկա այնպիսի լծակ, որը ՔՊ-ն կարող էր գործածել ընտրություն կեղծելու համար ու չի գործածել։ Ամենից արտառոցը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն էր, որով ԲՀԿ-ն ուղղակի դուրս մնաց։ Եվ քիչ էր այդ հանգամանքը, հաջորդ օրը հանձնաժողովի նախագահը հարցազրույց է տալիս եւ փորձում է հիմնավորել, թե ինչու է ինքը դա արել։ Եվ իր հիմնավորմամբ պատճառը հետեւյալն է. վերաքվեարկությունը սա լավ բան չի։ Այսինքն օրենքը ենթադրում է վերաքվեարկություն, հանձնաժողովի նախագահը, որը պետք է օրենքի կատարողը լիներ, ինքը բացատրում է, թե ինչի համար ինքը չի կատարել այդ օրենքը։ Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաև իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին։ Նրան հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե, ծանոթացել է գործին։ Այդ գործի վերաբերյալ գործողությունը այն հանգամանքն է, որ որպես նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականին կառավարության որոշում է վավերացրել։ Ուրիշ որևէ գործունեություն, որևէ կապ իմ հետ այս ամբողջ պատմությունը չունի։ Ուղղակի ստե խնդիրը հետեւյալ է մեջ է, այն ժամանակվա սահմանադրությամբ 95 թվականին ընդունված համանadrությամբ նախագահ վավերացնում էր կառավարության որոշումները։ Դա պարտականություն էր նախագահի եւ ոչ թե հաստատում, ես այստեղ հատուկ ուզում եմ նշել, որովհետեւ քնիչի հետ խոսալուց ինքը փորձեց կիրառել այդ բառը, դուք հաստատել եք որոշում։ Նախագահ չի հաստատում կառավարության որոշումները։ Նախագահության այն կարգավորումներով սահմանադրական պահանջեր վավերացնում է։ Սա նշանակում է մեկ բան. դու կապ չունես բովանդակության հետ։ Դու վավերացնում ես, որ դա իսկապես կառավարության որոշում է եւ վավերացնում ես, որ դա հրապարակվի։ Երկրորդ նախագահը խոսել է նաև ընդդիմության գործակցության մասին։ Նրա խոսքով մինչև ընտրական գործընթացը համարում էր, որ ընդդիմությունը շատ ավելի ակտիվ կարող էր գործակցել։ Հիմա էլ համարում է, որ գործակցությունը պետք է։ Հայաստան դաշինքը դրա մասին հայտարարություն է արել։ Հիշեցնեմ, որ մյուս ուժերն էին փորձում որոշակի sense դիստանցիավորվել մեզանից որոշ չափով։ Sense որոշ չափով հեռավորություն պահել, ինչը ես հասկանում եմ եւ ենթադրում եմ, որ նաեւ ճիշտ էին անում այդ ընթացքում։ Հիմա իհարկե համագործակցությունը համարում եմ, որ պետք է մենք դրա մասին հայտարարություն արել ենք եւ սա մեր ընդհանուր մոտեցման շրջանակներում է գտնվում անկասկած։ Հիմա արդյունավետությունը կախված է մի շարք հանգամանքներից։ Դա
Մինչ ներքաղաքական դաշտում ծավալվում են հետընտրական զարգացումները, արտաքին դաշտում ամրանում են գործակցությունը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը պայմանավորվել է ամրապնդել գործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում։ Երկու երկրների ոլորտային գործակցության հիմքում ընկած է 2025-ի դեկտեմբերի 18-ին Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստում ընդունված կանոնակարգը։ Ապրիլի քառօրյա պատերազմից անցել է 10 տարի, սակայն դրա ամենածանր դրվագների իրավական գնահատականը միայն հիմա է տրվում։ Ստրասբուրգի դատարանի այս որոշումը վերաբերում է մեկ զինծառայողի գործին, բայց իրավապաշտպանները համոզված են, դրա նշանակությունը շատ ավելի լայն է և կարող է դառնալ հիմք պատերազմական մյուս գործերի քննության համար։ Թեման ուսումնասիրել է Անահիտ Սարգսյանը։ 10 տարի անց ապրիլյան քառօրյա պատերազմում տեղի ունեցած ամենադաժան դեպքերից մեկի վերաբերյալ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց առաջին վճիռը, արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խոշտանգումների արգելքը։ Շատ կարևոր է եւ առհասարակ ամբողջ որակումը գնահատումը նաեւ միջազգային գործընկերների կողմից փոփոխություն է ստանում կամ ենթարկվում է այդ փոփոխության, երբ արձանագրում է այս տեսակի կարևոր որոշումը եվրոպական դատարանը գործողությունների սկիզբ, այսինքն ինչ է տեղի ունեցել։ Խոսքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի մասին է, որը 2016 թվականի ապրիլին ծառայակցի հետ զինամթերք էր տեղափոխում Թալիշի ուղղությամբ և նրանց մեքենան հայտնվեց ադրբեջանական ուժերի շրջափակման մեջ։ Եվրոպական դատարանը համոզիչ է համարել հայկական կողմի ներկայացրած ապացույցները, համաձայն որոնց Հայկ Թորոյանը ոչ միայն սպանվել է, այլև ենթարկվել խոշտանգումների։ Դատարանը նաև արձանագրել է, որ Ադրբեջանի ներկայացրած հակափաստարկները չեն կարողացել հերքել այդ պնդումները։ Դիմումատուների, խոշտանգվածի ծնողների և քրոջ իրավապաշտպաններից Հայկուհի Հարությունյանն արձանագրում է, որ սա կարևոր է միջպետական մակարդակով իրավունքի պաշտպանության առումով, սակայն խնդիրը պետք է դիտարկել քաղաքական և իրավական տեսանկյունից։ Իրավական տեսանկյունից հստակ է, որ այստեղ որոշումը եվրոպական դատարանի կողմից կայացված գալիս է լրացնելու այն բացը, որը քաղաքական եւ այստեղ կոնկրետ արդեն միջպետական նաեւ հարաբերությունների ժամանակ կոնկրետ անձանց պաշտպանության տեսանկյունից քաղաքականությունը ձախողել է եւ դա է նաեւ պատճառներից մեկը, որ մենք ունեինք այդ տեսակի արարք, որը ըստ էության նաեւ հնարավորություն թվում էր թե չունի որևէ այլ կերպով լուծում ստանալ։ Սակայն երբ հարցը վերաբերում է քաղաքական տեսանկյունին, պատկերը փոխվում է, որովհետև նախ եւ առաջ պետությունը շահագրգռված չէ առաջ տանել իր քաղաքացու իրավունքները, ելնելով քաղաքական դրդապատճառներից։ Երկար ժամանակ հաստատի մենք այդ կարգավորումների տեսանկյունից ընդհատված ենք արձանագրել եւ որևէ ձևով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունը քաղաքական մեխանիզմի տեսանկյունից կամ չի իրականացվել կամ շատ ժամանակ իրականացվել, դրա համար որպես որոշում իր ամենակարևոր առանցքային նշանակությունն է իմ համար առնվազն նաեւ որ այդ որոշումը իրավական տարբերակով լրացնում է այդ քաղաքական բացը։ Այսինքն քաղաքականությունը փորձում է խանգարել։ Այսինքն բազմաթիվ քննարկումներ են եղել այդ միջպետական կանգնատների, անհատական կանգնատների հետ վերցնելու եւ այդ գործընթացները շարունակելու համար։ Սակայն այս վճիռը միայն մեկ սպանված զինծառայողի մասին չէ։ Այն առաջին անգամ իրավական գնահատական է տալիս ապրիլյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենածանր հանցագործություններից մեկին եւ մի շարք նոր հարցեր է առաջ բերում։ Արկա փաստերը գնահատելով դատարանը եզրակացրել է, որ հաղթահարվել է խոշտանգման շեմը նաև ընտանիքի անդամների համար։ Ընտանիքի անդամները եւս ինքնուրույնաբար խոշտանգումների արգելքի հոդվածի զոհեր են։ Այս գործը կարևոր է, քանի որ փաստագրված խախտումները, որոնք տեղի են ունեցել զինված հակամարտության շրջանակում, բացահայտում են պատերազմական հանցագործություններ եւ իմ գնահատմամբ սա եւս ապացույց է, որ եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում պետք է խոսել պատերազմական հանցագործների պատասխանատվության մասին, դրա առաջնային հասցեատերը հենց Ադրբեջանի զինծառայողներն են եւ ղեկավարությունը։ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է 3 ամսվա ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքին վճարել 90,000 եվրո փոխհատուցում, նաև փոխհատուցել դատական ծախսերը։ Ըստ դատարանի տուժող են ճանաչվել նաև ընտանիքի անդամները, որոնք տարիներ շարունակ կրել են հարազատի դաժան մահվան հետևանքները։
Եվ ես հուսով եմ, որ ելի որոշումներ կլինեն, որովհետև 16 թվականի 4-օրյա պատերազմի զոհերի մասով սա միակ գործը չի, որ ներկայացվել է Եվրոպական դատարան, այնտեղ կան այլ գործեր, եւ ես մեծ հույս ունեմ, որ եթե այս կոնկրետ գործով, այս կոնկրետ փաստերի հիման վրա խախտում արձանագրվել է, մյուսների առնչությամբ եւս խախտում Եվրոպական դատարանը կարձանագրի։ Իրավապաշտպանները վճիռը համարում են նախադեպային։ Նրանց գնահատմամբ այն կարող է կարևոր նշանակություն ունենալ ոչ միայն ապրիլյան պատերազմի, այլև 44-օրյա պատերազմի ընթացքում արձանագրված սպանությունների, խոշտանգումների, անհետ կորածների եւ գերիների իրավունքների պաշտպանության գործերում։ Իսկ թե որքանով Բաքուն կկատարի Ստրասբուրգի դատարանի որոշումը եւ ինչ ազդեցություն կունենա այս վճիռը դեռևս քննվող պատերազմական գործերի վրա, պարզ կդառնա առաջիկայում։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Քննչական վարչությունն ավարտել է խորհրդմոր 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Պարզվել եւ հիմնավորվել է, որ խորհրդմոր խնամքին հանձնված 1 տարեկան երեխային մեղադրելով իր ընտանիքում անհաշտ եւ անախորժ վիճակի ստեղծման պատճառ հանդիսանալու համար բարբերաբար դիտավորությամբ ձեռքերով հարվածել է երեխայի մարմնի տարբեր հատվածներին եւ գլխին, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է գիտակցության կորուստ։ Խորհրդմորը կալանավորել են։ Փամբագետում որոնողական աշխատանքները շարունակվում են, աշխատանքներին ներգրաված են փրկարար ծառայության 167 ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչուներ։ Գործածում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Հիշեցնեմ, որ հունիսի 15-ին կորել էին 7 եւ 13 տարեկան 2 երեխա։ Հունիսի 17-ին Փամբագետում գտել են 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Դիվանագիտական սկանդալ Ուկրաինայի եւ Լեհաստանի միջև։ Կիևը վիրավորված է Նավրոտսկիից Զելենսկիին սպիտակ արծվի շքանշանից զրկելու համար։ Զելենսկիի հետ համերաշխության դրսևորմամբ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Սիբիգան հայտարարել է, որ հրաժարվում է Լեհաստանի մատուցած ծառայությունների համար շքանշանից։ Ավելի ուշ Զելենսկիի աշխատակազմի ղեկավարը վերցրեց էստաֆետը եւս հրաժարվելով Լեհաստանի մատուցած ծառայությունների համար շքանշանից։ Բուդանովը Վարշավայի գործողություններն անվանել է անբարյացակամ գործողություն ուկրաինացիների նկատմամբ։ X-ը սահմանափակել է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի գրառման տեսանելիությունը, որում նա գրել էր, որ ամբողջ Լիբանանը պետք է այրվելով ոչնչանա։ Սոցցանցը թաքցրել է այն ընդհանուր լրահոսից հարթակի կանոնների խախտման պատճառով, բայց ամբողջությամբ չի հեռացրել, պարզաբանելով, որ գրառման հասանելիություն պահպանելը կարող է համընկնել հանրային շահերին։ Գրառման մեջ Բեն-Գվիրը պնդում էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունները չեն կարող լուծվել զուսպ պատասխաններով։ Պետք է գործել խելահեղ, կոշտ ուժով։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել Շվեյցարիայում առաջիկա օրերին։ Այս մասին գրում է Axios-ը, որի տվյալներով Միացյալ Նահանգների հատուկ դեսպանորդ Վիտկոֆն արդեն ճանապարհին է։ Մինչդեռ ԱՄՆ մեկ այլ ներկայացուցիչ Քուշները գտնվում է երկրում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նույնպես կարող է ժամանել Շվեյցարիա շաբաթ օրը, չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացվել։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կկարողանա Իսրայելին հետ պահել Լիբանանի վրա հարձակվելուց։ Ինչ վերաբերում է Իսրայել հակամարտությանը, նա ասել է, որ իրանցիները շատ խելացի մարդիկ են, նրանք մի տեսակ պարզ հանճարներ են եւ ոտ կհանեին Իսրայելը, եթե ինքը Թրամփը չլիներ։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին մեղադրել է իր երբեմնի մտերիմ դաշնակից Դոնալդ Թրամփին իր մասին պատմություններ հորինելու համար, գրում է Reuters գործակալությունը։ Իսրայելն ու Հեզբոլլահը հրադադարի շուրջ համաձայնության են եկել, գրել է Reuters գործակալությունը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։ Հրադադարն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 16:00-ից։ Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ի եւ Քաթարի միջնորդները համաձայնագիրը մշակել են Իրանի օգնությամբ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոին, ասելով, որ մեկ շաբաթ ժամանակ է տալիս ռազմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար։ Հակառակ դեպքում կձեռնարկեն համապատասխան ռազմական գործողություններ։ Մոսկվան շարունակում է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակմանը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը 2025 թվականի սկզբին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի հետ պատերազմում, բայց այժմ փոխել է իր միտքը։ Նա կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի։ Օվալաձև աշխատասենյակում Զելենսկիի հետ հանդիպումը վատ ընթացավ, իսկ հետո Թրամփ-Պուտին գագաթնաժողովը հույսեր արթնացրեց համաձայնագրի վերաբերյալ, որն Ուկրաինային առաջարկում էր տարածքներ հանձնել, որոնք Ռուսաստանը դեռ չի էլ գրավել, ասել է Մակրոնը։ Լեհաստանի վարչապետը մեկնաբանել է, թե ինչու է ԵՄ խուսափում Ուկրաինայի հարցով Պուտինին բանակցության հրավիրել։ Պատճառն այն է, որ վախենում են պարտվել։ Սեղանի շուրջ ոչ ոք որևէ մեկին չի փորձում համոզել, որ բանակցությունների համար պետք է դիմել Վլադիմիր Պուտինին։ Հայտնի բան է, բանակցություն նախաձեռնողը գտնվում է պարտվողի դիրքում, մանրամասնել է Տուսկը։ Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կարծում է, որ Ռուսաստանին պետք է լսել եւ նրանց ուղիղ դիմելու հնարավորություն ունենալ։ ԵՄ-ն Մոսկվայի հետ անհապաղ ամիջական կապ հաստատելու կարիք ունի, հայտարարել է նա։ Եվրախորհրդարանի անդամները հաստատել են ԵՄ-ում ապաստանի մերժում ստացած, սակայն իրենց հայրենի երկրներ վերադառնալ չկարողացող օտարերկրացիների արտաքսման վերաբերյալ նոր կանոնակարգը։ Այն նախատեսում է ԵՄ-ից դուրս միգրանտների պահման կենտրոնների ստեղծում։ Կենտրոնների ճշգրիտ գտնվելու վայրերը դեռևս անհայտ են։ Մեծ Բրիտանիայի Բեդֆորդի մոտակայքում բախվել են Արևելյան Միդլենդսի 2 ուղևորատար գնացք։ Վթարի հետևանքով մի քանի ուղևոր ծանր վնասվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ի երեկոյան, երբ նախնական տեղեկությունների համաձայն առաջին գնացքը ստիպված է եղել կանգ առնել անվտանգության համակարգի անսարքության պատճառով, ինչից հետո տեղի է ունեցել բախումը։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, կա տեղեկություն տասնյակ վիրավորների մասին, որոնց ստույգ թիվը ճշտվում է։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, կհանդիպենք առայժմ։